Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին, տեղեկանում ենք Պարսից ծոցի ջրային ուղիների կառավարման իրանական կազմակերպության հաղորդագրությունից։ Հորմուզի փակման պատճառը տարածաշրջանում Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից շարունակվող ագրեսիվ գործողություններն են։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է ենթարկվել միջազգային քրեական դատարանի հետապնդման։ Նրա խոսքով ԱՄՆ պետքարտուղարը չի փորձում պաշտպանել իրեն, այլ հանդես է գալիս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ այլ անձանց պաշտպանության օգտին։ Իր հերթին հանդիպմանը մասնակցած պետքարտուղար Ռուբիոն միջազգային քրեական դատարանն անվանել է ապօրինի միջազգային կազմակերպություն։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը հուլիսի 13-ին հայտարարել էր ՄՔԴ-ի դեմ լայնածավալ արշավ սկսելու մասին Վաշինգտոնի գնահատմամբ ԱՄՆ ինքնիշխանությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։ Իտալիան Եվրահանձնաժողովին հայտնել է Իսպանիայի հետ Շենգենյան ռեժիմի 30-օրյա կասեցման մասին։ 10 դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ Իտալիայի որոշումը կապված է Սեուտա իսպանական էքսկլավ միգրանտների հոսքի աճի ֆոնին սահմանային վերահսկողության ուժեղացման հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 60,000 ներգաղթյալ է ներխուժել Իսպանիայի աֆրիկյան Սեուտա, իսկ փրկարարները ջրից դուրս են բերել ավելի քան 34 մարմին։ Սեուտայում տեղի ունեցողն անընդունելի է համարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով չեն կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել Եվրամիություն առանց ԵՄ կանոնները հարգելու։ Բացի այդ, Լայենը հայտարարել է, որ պետք է անհապաղ դադարեցվեն ապօրինի ներգաղթը, մարդկանց թրաֆիքինգի ցանցերը պետք է ոչնչացվեն եւ միգրանտների վերադարձը պետք է արագացվի ԵՄ օրենքներին համապատասխան։ Իտալիայի հարավում, Նեապոլում եւ նրա շրջակայքում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով առնվազն 21 մարդ տուժել է։ Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով երկրաշարժը հստակ զգացվել է Նեապոլի ամբողջ տարածքում եւ հարակից բնակավայրում։ Սա Նեապոլում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է վերջին 40 տարվա ընթացքում։ FIFA-ն կշարունակի աշխարհի առաջնության բաժնեմասերը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրի շուրջ խորհրդակցությունները, չնայած դրա դեմ ընդդիմացողների բողոքի, գրում է Евроньюз-ը։ Կազմակերպությունը նշել է, որ իր անդամ բոլոր ֆեդերացիաները պետք է հնարավորություն ունենան քննարկելու ծրագիրը, առաջարկելով բաց եւ ժողովրդավարական խորհրդակցություններ անցկացնել։ Դրանից հետո լրագրող Ռոմեն Մոլինան գրեց, որ Ջանի Ինֆանտինոն շուտով կարող է լքել FIFA-ի նախագահի պաշտոնը։ Ըստ լրագրողի ստացած տեղեկության, Ինֆանտինոն կորցրել է FIFA-ի պաշտոնյաների աջակցությունը եւ վերահսկողությունը կազմակերպության նկատմամբ։ Անի Աբախյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։